Անցման վրա կանգնեցի։ Ահա, հասանք Գորիս։ Հազար բարի։ Ոնց եք։ Շնորհակալություն։ Դուք լավն եք։ Բարև։ Քել հավ, քեֆ հալ։ Ինչ տրամադրության եք, բարև ձեզ։ Ճուտո ջան, բարև։ Լավ ես։ Այսօր որ քաշում ես ականջները բարձրանում։ Էս քեզ։ Այս քեզ։ Շատ մերսի։ Հա, ասեք, ինչ եք մտածում։ Լրիվ նորմալ է։ Լրիվ չի կարա նորմալ լինի։ Լինի խաղաղություն, ամենակարևորը։ Խաղաղությունը կարևոր է։ Կարևորը խաղաղություն։ Իսկ այսօր կա խաղաղություն։ Հայություն եք մնացել լավ։ Այսօր կա խաղաղություն։ Այսօր կա խաղաղություն։ Զգում եք։ Ողջ աշխարհը տրվում է, ինչ պետք է լինի խաղաղություն։ Իսկ մեր մոտ Մեր մոտ էլ էլի կպնելու։ չի կպնելու։ Դե թույլ եք մենք հզոր չենք, միացնական չենք, ուրիշ ոչ շփե։ Ո՞ն ինչ պետք է անենք, որ միասնական լինենք։ Պետք է բոլորս մի շուրջը խոսենք։ Այդ գիտեք ինչն է։ Մեր պետության շուրջը պետք է խոսենք։ Ինչ վերաբերում է հզորությանը, առաջիկայում մենք այսօր էլ մեր բանակի զինված ուժերի բարեփոխման ուղղությամբ շատ մեծ քայլեր ենք անում։ Նախ արձանագրեմ առաջինը, որ մենք ունենք խաղաղություն։ Մենք ունենք խաղաղություն, ակնհայտ է։ Որովհետև եթե այսօր մենք խաղաղություն չունենայինք, դժվար կլիներ պատկերացրել, որ երկրի վարչապետ ավտոբուսը նստած երկրով բանակը պետք է հզորացնենք։ Մեր բանակն է հզորացնում ենք, բայց պետք է նաև արձանագրենք, մեզ ինչի համար է պետք բանակը։ Մեզ պետք է բանակը մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը պահպանելու համար։ Մենք ունենք խաղաղություն, բայց մենք պետքա նաև ժողովուրդը պետքա տեր կանգնի այդ խաղաղությանը, տեր կանգնի։ Որովհետև եթե խաղաղության տիրություն չարվեց, շատ արագ բան կլինի, քարուքանդ կլինի այդ խաղաղությունը եւ կդառնա լրիվ ուրիշ բան։ Մեր աչքի առաջ տեսնում ենք, որ տասնամյակներով կայուն խաղաղ երկրները ընդհանրապես օրերի ընթացքում հայտնվում են ինչ կարգավիճակում։ Դրա համար մեր խնդրանքը ինչա ձեզ, որ հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամաս ու խաղաղությանը տեր կանգնենք։ Գնաք ձեր խաղաղությանը տեր կանգնենք, որովհետև խաղաղությունը ձերն է, մերը չի։ Այսինքն մերն է նաև որպես քաղաքացի, որպես Հայաստան։ Մեր խնդրանքն է, որ գնանք եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Հաջորդը քան տարեկան եք։ Ես 70 եմ դառնում։ Ահա, առողջության ապահովագրության շահառու եք։ Աստված առողջություն տա, բայց եթե հանկարծ խնդիրը լինի, նաև մի հսկայական մասով կառավարությունը, պետական բյուջեն ձեր փոխարեն կվճարի, որ դուք ստանաք ձեր առողջապահական ծառայությունները։ Հաջորդը ապրիլի 1-ից թոշակը ավելանում է կոպեկներ 10,000 դրամ կոպեկ է։ Ես ներողություն, շատ ներողություն։ Եթե թոշակը բարձրանա, ցածրը թող բարձրանա, 200,000 թոշակ ստացողին թող չբարձրանա։ Ինչքան է ձեր թոշակը։ 42,000 42,000 կդառնա 52,000 200,000 ստացողին ինչ կդառնա։ Ինչքան կդառնա 200,000 շատ քիչ ստացող թոշակ, շատ քիչ մարդ։ Մի քանի հոգի են, Միլիոնով թոշակ են ստանում հիմա ասում։ Մի քանի հոգի են, եղբայր, տենց մի քանի հոգի են, շատ չեն։ Մի քանի 100 հոգի։ Երկրորդը, որ առևտուր ենա, սուպերմարկետների մոտ միշտ էլ այդ նույնն է խոսում։ Հա, ոչ մի խնդիր։ Ցածրը թող բարձրանա։ Դենա բարձանում է, ամենաշատը ցածրն է, երկրորդը երբ որ անկանխիկ առևտուր մի րոպե, երբ որ անկանխիկ առևտուր անեք, անկանխիկ առևտրի դեպքում եւս 10,000 դրամ եւս կբարձրանա։ Այսինքն 42,000 է, կստացվի որ 62,000։ Իսկ ներողություն, որ կախեք արտորան եք այդ փողը որտեղից պետք է լինի, որ մի ուրախության գնում եք գոնե 2 կոպեկ այդ ուրախությանը փոխտանք։ Նրան էլ պետք է այդ բանից։ Նվեր առեք։
Ինչ բարձր։ Այդ փողով։ Մի Մի րոպե, այդ փողը մի րոպե, եղբայր։ Եթե կանխիկ պետք է կանխիկացնել փողը տայր, այդ անկանխիկ նվերը, նվերը դու տոկոսնել։ Ինչքան եք ստացի ամենաշատը։ 11600 Չէ, 11600 դրամ բան է, հետա եկե։ Պատերում եք, մենք հələ 10 ենք ասում։ Դե վատա, եղել ու շատ լավ։ 2%-ն էլ հետո վատա։ Դե աշխատում ենք կամանց, որովհետև ձեր թոշակը ինչքան է եղել ապրիլի 1-ից առաջ։ 65 ա եղել։ Հիմա եղավ կստացի որ 86 հələ այսինքն 85 պլյուս կստանաք։ Դա արդեն էական տարբերություն է։ Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ կենսաթոշակը ըլնում է սպառողական զամբյուղից ավելի շատ։ Սպառողական։ Հա, սպառողական զամբյուղից ավելի շատ։ Հենց որ շատ մենք ենք շնորհակալ։ Շատ կարևոր է որ մենք պոզիտիվ տրամադրենք։ Որովհետև ես կարծում եմ որ մենք ընդհանրապես պետք է փոխենք նաև մեր այդ ընկալումը, որ տենազ լավ արնելու, լավ կլինի, այսօր արդեն լավ է։